Հա, իր իր ֆայլը կամ մոռացել է կամ չունի, հա, որ ուղարկես, երկուսին ուղարկել է։ չէ, ոնց որ ես ունեմ, են էլ ունեմ։ Սա մի րոպե։ Վալդենցին, Պիեր Հա, Վալդո։ հա, Վալդոն ունեմ, ուղարկել է։ հա, մենք չունենք, ես չունեմ, այս մեր չաթում որ Можете, ага, можете скачать, брать им отправить про Вальдо этот файл. Мгм. Да. Вообще сейчас. Спасибо. մեկները ինչը որ ուղարկել է, Եսայ ջան։ Հա, Հետի վերջում կուղարկես բան, հա, այս մեր չաթին որ կա։ հա, 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 բաց, ճիշտ է։ Хорошо, продолжим с Яна Гуса. ага. Շարունակենք Յանուսից։ Да, это лидер гуситов. Նա հանդիսանում է հուսիտների հուսականների այսպես առաջնորդը։ Он родился в богемской деревне Гусинец. Гусинец. Նա ծնվել է բոհեմական գյուղում, Հուսինեց գյուղում։ Это стала его фамилией, то есть это его как бы не фамилия, это откуда он родом. Այսինքն սա ոչ թե իր ազգանուններ, այլ այն անուններ, որտեղից որ նա ծնունդով էր, բայց հետո ազգանունի պես սկսեց օգտագործվել։ Да, когда он был молодой, он из глубинки перебрался в Прагу. Երբ որ նա երիտասարդ էր, նա տեղափոխվեց Պրագա։ Չէ։ Да, и он содержал себя сам, прислуживая в разных ответственностях в церкви. Եվ նա իր մասին հոգ էր տանում եւ եկեղեցուն ծառայում էր։ Да, он получил степени бакалавра и магистров в Пражском университете. Պրայի համալսարանում ստացավ բակալավրիատի եւ մագիստրոսի աստիճաններ И там он начинает проповедовать. եւ այնտեղ էլ սկսեց քարոզել։ И проповедует вещи, в принципе, те же самые практически, что Вальдо и Выклев. Եվ նա քարոզում է գործնականում այն, ինչ որ քարոզում էին Վալդոն եւ Ուիկլիֆը։ Да, первое, что он видит, это коррупцию, открытую коррупцию в церкви. Առաջին բանը, որ մենք տեսնում ենք, դա բացահայտ կոռումպացված համագարկներ եկեղեցու։ И он призывает церковь отречься и от богатства, и от власти. Եվ նա կոչ է անում իշխանությունից եւ հարստությունից հրաժարվել, եկեղեցուն էր կոչ անում։ В 1400 году он рукоположен и назначен деканом кафедры философии и ректором университета. 1400 թվականին նա ձեռնադրվում է եւ նշանակում է որպես դեկան փիլիսոփայության եւ ընդհանուր ինստիտուտի ռեկտոր։ То есть, как Уиклиф, он находится в очень-очень влиятельной позиции. Այսինքն Յան Հուսն ոնց որ Ուիկլիֆը գտնվում էր շատ ազդեցիկ դիրքում։ И он имеет прямой контакт с элитой чешского общества. Եվ չեխական հասարակության էլիտայի հետ ուղիղ կապի մեջ էր։ И буквально через 2 года он начинает уже проповедовать более радикально. Եվ արդեն 2 տարի հետո սկսում է ավելի ծայրահեղական իր քարոզությունը։ Это его движение называют Пражской реформацией, но это крупное движение, оно захватывает всю Чехию. Շատերը անվանում են դա պրահական բարեկարգություն, բայց իրականում մենք նա իր ծավալով շատ մեծ է վերցնում ամբողջ Չեխիան, բայց մենք այն միևնույն է անվանում ենք մինչ բարեկարգության շարժում, այսինքն մինչ բարեկարգության ժամանակներին արված շարժում։ Да, Лютер себя больше ассоциировал с Уиклифом. Լյութերը իրեն շատ ասոցացնում էր Ուիկլիֆի հետ, но оппоненты Лютера его ассоциировали больше с Гусом. բայց հակառակորդները ավելի շատ իրեն ասոցացնում էին Հուսի հետ։ И они обзывали Лютера богемцем. Եվ նրանք Լյութերին անվանում էին բոհեմացի։
то есть чехам. Այսինքն չեխ։ То есть хотели как бы сказать таким образом, что Лютер такой же, как и Гус, поведует одно и то же. Եվ դրանով նրանք ուզում էին շեշտել, որ Լութերը այնպեսին է, ինչպեսին որ Հուսն է, այսինքն քարոզում են նույն բանը։ Да, пражское движение подхватило тезисы латинских произведений Джона Уиклифа. Այս Պրահայի ռեֆորմացիան բարեկարգությունը վերցրեց այդ թեզիսները Ուիկլիֆի, часто напрямую. այս լատինական թեզիսները եւ շատ հաճախ հենց ուղիղ վերցրեց։ Ян Гус будет цитировать книги Уиклифа в проповедях и в публичных речах. Դան Հուսը իր խոսակցություններում եւ իր քարոզների մեջ ուղիղ մեջբերումներ կանի հետագայում արդեն Ուիկլիֆի գրքերից։ Да, и она подхватила антикоррупционные тезисы канцеляризма, это движение внутри самого католичества. Եվ նա նաեւ վերցրեց այդ կանցելյարիստական թեզիսները, որոնք որ խոսում էին կոռուպցիայի կաթոլիկ եկեղեցու ներսում։ Реформация пересматривает экклезиологию как общество предопределенных избранных, а не как иерархию. Այն տեսնում էր, այս շարժումը տեսնում էր հասարակությունը որպես այսպես ասած նախասահմանված ընտրյալներ, ոչ թե հիերարխիա, այսինքն իշխանության հաջորդականություն։ Да, и заметьте, что богословие очень августинское. Եվ նկատեք, որ այսպիսի աստվածաբանություն շատ օգոստինական է։ То есть уже есть понятие избрания на спасение. Արդեն այստեղ երևում է ընտրության հետ կապված գաղափարը փրկության առումով։ Да, и понятие церкви как общества избранных. Եվ կա գաղափար եկեղեցու որպես ընդհանրական ընտրված լինելու։ Да. И на данный момент церковь католическая уже реагирует жестче и быстрее. Եվ այս բանին արդեն կաթոլիկ եկեղեցին ավելի կոպիտ եւ ավելի արագ է արձագանքում։ Гуса выгонят из Праги. Հուսին արդեն կվտարեն հետագայում Պրահայից։ Он продолжит проповедовать в сельской местности, и там будет очень популярен. Նա կքարոզի գյուղական համայնքներում եւ կլինի շատ հայտնի, ճանաչված։ Да, значит, как его изгнание получилось? Եվ ինչպես է իր վտարումը լինում։ В 1411 году, это уже 9 лет спустя проповедей его. 1411 թվականին, այսինքն գործնականում 9 տարի հետո իր քարոզներից, один папа созвал крестовый поход против другого. Այդ ժամանակ մի Հռոմի պապը կազմակերպեց խաչակրաց արշավանք մյուս Հռոմի պապի դեմ։ И в Прагу прибывают сборщики индульгенции для финансирования этого крестового похода. Եվ Պրահա ժամանում են ինդուլգենցիա հավաքողները, այդ գումար հավաքողները, որպեսզի ֆինանսավորեն այդ խաչակրաց արշավանքը։ Да, и Ян Гус, он открыто выступает против, он говорит, этого нельзя делать. Եվ Յան Հուսը այդ ժամանակ բացահայտորեն կանգնում է հակառակ այդ գաղափարին ու ասում է, որ այդպիսի բան չի կարելի անել։ Да. И Прагу охватывает бунт против индульгенций. Եվ Պրագան թաթարում է այդ բունտի մեջ, որը ուղղված էր ինդուլգենցիաների դեմ։ Да. То есть до того его как бы в целом не трогают. Մինչև այդ պահը ընդհանուր առմամբ նրան ձեռք չեն տալիս։ Но как только он становится на поток денег, как он нарушает поток денег, сразу на него нападают. Բայց հենց նա սկսում է այդ գումարի հոսքի վրա ազդել, միանգամից նրա վրա հարձակվում են։ То есть первые 9 лет без реакции профессор Гус ведет себя как многие канцеляристы. Он ничего не говорит такого, что мы уже не слышали, не видели. Ինքն առաջին 9 տարում պրոֆեսոր Հուսը, ոնց որ մնացած կանցելյարիստները եկեղեցու ներսում խնդիր չի առաջացնում։ Он отлучен в 1411 году из-за оппозиции индульгенции. Նա եկեղեցուց հեռացվել է, կտրվել է
1411 թվականին ինդուլգենցիաների դեմ մղված իր պայքարի պատճառով Профессура университета Пражского на стороне антипапы, то есть они не готовы идти против եւ папы. մնացած պրոֆեսորները, դասախոսները մնում են այս հակա Հռոմի պապի հետ, այս անտի պապի հետ նույն մտքին եւ վախենում են նրա դեմ դուրս գալ։ Но народ на стороне Гуса. Բայց սովորական ժողովուրդը հուսի կողմից էր։ Он национальный герой, как и Лютер был национальный герой для немцев. Դա այնտեղ էր ազգային հերոս, ինչպես որ Լյութերն էր գերմանացիների համար ազգային հերոս։ И он 3 года продолжает проповедовать, и, естественно, его влияние не сужается, наоборот, он растет. Եվ նա 3 տարի անց շարունակում է քարոզել եւ իր ազդեցությունը ոչ թե նվազում է, այլ ընդհակառակը աճում է։ Да, и чтобы с ним разобраться, чтобы его заткнуть, его вызывают на дебаты. Եվ որպեսզի իր հարցերը լուծեն, իրեն լրացնեն, կանչում են բանավեճի։ Он не глупый человек, он знает, что это чревато. Что это что? Чревато последствиями, что у него будут проблемы, если он поедет на дебаты. Նա հիմար չէր, խելացի մարդ էր եւ գիտեր հետևանքներ են սпасելու այն բանին, որ նա այցելեր այդ բանավեճերին։ Потому что в Богемии его никто трогать не будет. Որտեւ Բոհեմիայում նրան ոչ ոք ձեռք չի տա։ А если его вывезут в Рим, в Италию, там нету чехов, его могут очень легко убить. Բայց եթե տանեն նրան Հռոմ, այնտեղ չեխեր չկան ու կարող են նրան հեշտ սպանել։ И он отказывается от дебатов. Եվ նա դրա պատճառով հրաժարվում է բանավեճերից։ Но король Сигизмунд говорит, что он гарантирует его безопасность, что он приставит к нему охрану. Բայց թագավոր Սիգմունդը ասում է, որ ես կերաշխավորեմ քեզ եւ կապավեմ քո անվտանգությունը։ И Ян Гус думает, ну, король не будет врать. Հուսն էլ մտածում է, որ թագավորը չի խափի։ И будет возможность повлиять на церковь, рассказать про свои взгляды. Եվ արդեն լինի լավ հնարավորություն ազդելու եկեղեցու վրա եւ պատմելու իր հայացքների մասին։ А охрана, европейская охрана меня защитит. Իսկ այս պարագայում էլ եվրոպական տիկնազորը ինձ կպաշտպանի։ И едет на академические дебаты. Այսպեսով նա գնում է դեպի ակադեմիական բանավեճեր։ Значит, когда он туда прибывает, оказывается, это совсем дебаты. Եվ երբ որ նա այնտեղ ժամանում է, պարզվում է, որ դա ընդհանրապես բանավեճ չի։ Просто зачитывал список обвинений против него. Այսինքն ուղղակի կարդացվում է մեղադրանքների ցուցակ իր դեմ И к нему только один вопрос. եւ իր կողմ տալիս են ընդհանրապես մի հարց. Каешься ты или не каешься? Դու հետ ես կանգնում քո ասածներից, թե ոչ։ Вопрос хитрый. Դա խորամանկ հարց է, Потому что если он скажет, что он не кается, որովհետեւ եթե նա ասի, որ ինքը հետ չի կանգնում, тогда его сожгут за непокаяние. այդ դեպքում իրեն չապաշխարելու համար կվառեն ուղղակի կհրկիզեն։ Если он скажет, что он кается, его объявят еретиком. Իսկ եթե ասի, որ հետ է կանգնում, իրեն որպես երեկոս կատարարեն։ И его смогут арестовать или убить за ересь. Այդ դեպքում էլ երեկոսության համար կամ կարող է դակալել կամ էլ էլի սպանել։ То есть это ловушка, здесь никак не Այսինքն ответишь. ոնց էլ անի նա թակարդում է գտնվում արդեն։ И он сожжен на костре по обвинению в ереси после отказа отречься от своих утверждений. Եվ նա հրկիզվեց խարույկի վրա այն բանից հետո, երբ նա հրաժարվեց հետ կանգնել իր գաղափարներից եւ հայտարարվեց երետիկոս։ Да, он горит очень-очень плохо. Միշտ Да, горит очень плохо, потому что его ждет пасмурную погоду. իր հրկիզումը շատ վատ է տեղի ունենում, որովհետեւ վատ եղանակին են կազմակերպում դա։
И дрова, он сидит как бы в дровах, они не загораются пламенем, они просто дымятся. Այսինքն այդ վատ եղանակի ու անձրևոտ պայմանի պատճառով այն փայտերը, որի վրա ինքը կար, այդ փայտերը միանգամից չէին այրվում, այսպես ծով դանդաղ էին այրվում։ Да, это то, что должно убивать человека за полчаса где-то. Դա սովորաբար սպանում է մարդուն կես ժամվա մեջ։ А он мучается там полдня. Իսկ ինքը իր պարագայում արդեն տանջվում է մոտավորապես կես օր։ И одна бабушка, видя, что он мучается, она взяла хворост сухой и подбросила в костер. Взяла что? Хворост, сухие дрова. Ահա։ Եվ մի տատիկ տեսնում է նա տանջվում է այդ վատ հրկիզվելուց, վերցնում է մի 4 փայտի կտոր եւ ուղղակի նետում է այնտեղ, որպեսզի ամենահավանացած կրակը ավելի ուժեղ լինի։ И он ее поблагодарил. Եվ հուսնել շնորհակալություն հայտնում այդ տատիկին։ Когда Лютера будут вызывать к императору, Երբ որ Լյութերին կկանչեն իմպերատորի մոտ, император Карл V тоже пообещает ему личную охрану. նույն կերպ Կարլ 5-րդն էլ իրան կխոստանա անձնական դինազոր, որ իր անվտանգությունը կպաշտպանեն։ А на тот момент его уже где-то 5 лет обзывают богемцем. Իսկ այդ պահին արդեն իրեն մոտավորապես 5 տարի բոհեմացի էին անվանում Լյութերին։ И шутят, что гусь будет жарить. Եվ այսպես հումորով ասում են, որ հուսը կլինի տապակած, այսինքն այդ բառը անգլերեն նշանակում է bad, հա, այսպես ոնց որ ասում են տապակած bad տեղի կունենա, այսինքն ուղղակի հիշեցնում են Յան Հուսի դեպքը իրեն։ То есть он знает, чем эта история заканчивается. Այսինքն այդ հումորը լսելով Լյութերը գիտի թե այդ պատմությունը ինչ կերպ է ավարտվելու։ Что он предстанет перед императором, ему зачитают обвинение против него и спросят вопрос: ты каешься или ты не каешься? Այսինքն ինքը երբ որ գնա այնտեղ կանգնի, իրեն այդ հարցն են տալու։ Կարդացվելու է իր մեղադրանքը ու ասվելու է դու հետ կան քո մտքերից թե ոչ։ И он понимает, что нельзя на такое вестись, нельзя на это ехать. Նա հասկանում է, որ պետք չի նման խայծը կուլ տալ, պետք չի գնալ այդտեղ։ И его жена понимает. Իր կինն էլ է հասկանում։ И все люди, которые присутствуют в городе на то время, тоже это понимают. Եվ այդ ժամանակ քաղաքում քաղաքի բնակիչներն էլ նույնպես հասկանում էին դա։ Когда Лютер будет входить в зал к королю, к императору Карлу V, перед залом будет охрана из Италии. Երբ որ Լյութերը կմտնի այդ սրահը Կարլ 5-րդի մոտ, Իտալիայից այնտեղ կլինեն թիկնապահներ։ Да, и из Испании, из Испании. И Իսպանիայից։ он, когда проходит мимо них, к Երբ императору, որ Լյութերը անցնում է նրանց միջով, они шепчут ему тихим голосом: на костер, на костер. այդ անցնելու ժամանակ նրանք այսպես փսփսում են Լյութերի ականջին, որ ասում են դու խարույկի վրա կլինես։ И он думал, что он идет на свою смерть. Եվ նա մտածում էր, որ գնում է ի մահ։ Да. Это повторение могло бы быть история с Яном Гусом. Получилось немножко по-другому. Այսինքն կարող է շատ հանգիստ լինել հուսի պատմության կրկնողություն, բայց ստացվեց մի փոքր այլ կերպ։ Да, как у Лютера пошло, мы будем проходить завтра. Ինչպես Լյութերի մոտ անցավ, մենք դա վաղը կանցնենք։ Да, сейчас же видно, что Яна Гуса спалили коварно. Հիմա արդեն երևում է, որ Յան Հուսին խորամանկաբար արան եկիզեցին։ И это была более жесткая реакция, чем на Вальдо и чем на Уиклифа. Եվ դա ավելի կոպիտ արձագանք էր Հռոմի կողմից, ավելի կոպիտ, քան Վալդոյինը կամ Ուիկլիֆինը։ И здесь было еще нарушение слова короля. Եվ այստեղ նույնպես կար թագավորի ոնց որ խոսքը խախտել, հա, երթնազանցությունը։ Ասել էր, որ կպաշտպանի, չպաշտպանեց։
Да, это вызывает очень-очень резкую реакцию в Богеме. Եվ սա շատ կտրուկ արձագանք է ստանում Բոհեմիայում հասարակության շրջանակներում։ Да, то есть надо понимать, как много этот человек значил для своего народа. Այսինքն պետք է հասկանալ, թե ինչքան բան էր նշանակում մարդը իր ժողովրդի համար։ Богемия находится в центре Священной Римской империи. Բոհեմիան գտնվում է Սուրբ Հռոմեական կայսրության մեջտեղում։ У них нет союзников с Францией или с Англией. Նրանք չունեն դաշնակիցներ, նրանք դաշնակիցներ չեն ոչ Ֆրանսիայի ոչ Անգլիայի հետ։ У них нет своего флота. Նրանք չունեն իրենց ծովահենների У них есть небольшая армия, но она маленькая по сравнению с имперской армией. ծովային բանակերի քիչ ունեն, իրենց սովորական ցամաքային զորքերն էլ ոչ մի բան են, եթե համեմատեք մնացած բանակի հետ կայսրությունում։ И они объявляют независимость, представляете? Եվ պատկերացնում եք, նրանք այսպիսի պարագայում հայտարարում են իրենց ազգությունը։ То есть они говорят Риму, вы по нам так кататься не будете. Եվ այսինքն նրանք Ռոմին ասում են, դուք մեր վրա այդպես չեք ասի։ Да. И 5 лет они сражаются с армиями Священной Римской империи. Եվ 5 տարի նրանք կռվում են Սուրբ Հռոմեական կայսրության բանակների հետ։ Да. Они в куче пали 4 крестовых похода. Они что сделали? Просто разорвали на куски. Они уничтожили армии, которые были против них. Да. Նրանք 4 խաչակրած արշավանքի ժողովուրդ ուղակի ոչնչացրել են։ 4 անգամ տարբեր կերպերով նրանց մոտեցել են, որպեսզի հաղթեն։ Да, это отдельная история, это просто чудо. Սա ռևուլ պատմություն է, ուղակի մի հրաշք է։ И в итоге, когда заключен мир, Папа Римский разрешает чехам полунезависимую национальную церковь. Եվ երբ որ այս ամեն ինչը վերջանում է, Հռոմի Պապը թույլատրում է չեխերին լինել կիսանկախ ազգային եկեղեցի։ Да, то есть он вынужден пойти на уступки им. Այսինքն ինքը այս ամեն ինչից հետո արտադրված է զիջումների գնա, փոխզիջումների։ И Чехия становится местом, где собирается инакомыслие, и местом, где образуется перевалочный пункт в Америку после. Եվ սա այն մասն է, չեխերային մասն է դառնում, որ այսպես միջանկյալ կետ է լինում այն մարդկանց համար, ովքեր որ հետագայում պետք է հասնեն Ամերիկա։ Одно из самых успешных протестантских движений «Моравские братья» из Чехии. Բողոքական խմբավորումներից հաջողակներից մեկը Մորավիա եղբայրներ շարժումը հենց Չեխիայից է։ Это были переселенцы, которые были выдавлены из своих домов. Они поселились у богатого графа, и потом оттуда началось крупное молитвенное миссионерское движение. Նրանք մարդիկ են, ովքեր տեղահանվել էին բռնուժով, եւ հետո եկան այս հատված եւ այստեղից արդեն սկսվեց ուժեղ աղոթքի шарժումը։ Да. И репрессии против гугенотов, это наследники вальденцев, против самих вальденцев, против лордов, со всех разных концов Европы люди бегут в Чехию, потому что они могут там найти прибежище. Եվ հուգենոտների, սրանք էլի իրենցից ներկայացնում են լորարդների հաջորդականները, այստեղ էլ կա նաև գերմանացի քրիստոնյաների հետ կապված, նրանք բերում են իրենց կենտրոնացումը դեպի Չեխիա, Պրահա, այս Մորավյան եղբայրների շարժման մեջ։ Что, есть вопросы по Яну Гусу? Կան հարցեր Յանուսի հետ կապված։ Нет. Да. Не считается да. реформаторским. Да, почему это движение не считается реформаторским? Да. Ինչի համար է շարժումը չի հանդիսանում
բարեկարգված շարժում։ Ինքը գրքեր ունի գրած, հա? Ով Յանգուսը։ Уго есть книги? Да, А, да. Есть книги, есть полемика. Он был академиком, известным академиком. ակադեմիկոս էլ ունի պոլեմիկան էլ, այսինքն այդ բանավիճական տիպի գրականություն էլ ունի։ И он был проповедником, у нас есть его проповеди. Ինքը քարոզիչ էլ էր, մենք ունենք իր քարոզները։ Հա, գրքերը հասանելի չի, հա? Սնվաճարքի բան։ Можно купить его книги? Да. Это доступно в продаже? Я думаю, что в интернете А. можно найти довольно-таки легко. Ինտերնետում էլ կգտնեք շատ հեշտությամբ։ Мгм. Շատ լավ։ Да, он в основном писал на латыни, и, может быть, на чешском, то есть, может быть, проблема найти перевод. Հիմնականում ինքը լատիներեն է գրել, մասամբ էլ չեխեր։ Հնարավոր է գիրքը գտնեք, բայց լինի թարգմանության խնդիր չգտնեք օրինակ անգլերեն ռուսերեն։ Мгм. А, Но я понятно. постараюсь что-нибудь найти. Обычно в Википедии в нижней части есть ссылки на труды. Դա սովորաբար կարող եք փորձել Wikipedia նայել, երբ որ գրեք իր անունը, այնտեղ ներքևի հատվածում հղումներ են լինում սովորաբար։ Да. Если вы откроете на армянском Спасибо. языке, там обычно есть переводы, современные переводы. Да. Мгм. Хорошо, да. То есть много общего с Вальденсом и с Уиклифом. Այսինքն շատ ընդհանրություններ ունի այս շարժումն էլ Վալդոյի շարժման հետ եւ Վիկլիֆի հետ։ Значит, что здесь новое, как он отличается от Вальса и Уиклифа? Ինչ նոր բան կա այստեղ, ինչով է ինքը առանձնանում այն երկու շարժումներից։ Вальдены были полностью пацифические, они не сражались за свои принципы. Վալդոյի հետևորդները կատարելապես պացիֆիստներ են, այսինքն իրենք խաղաղորեն չէին կռվում։ Мгм. Последователи Выклифа взялись за оружие, чтобы защищать свои взгляды. Իսկ Վիկլիֆի հետնորդները վերցնում էին զենք, որպես իրենց տեսակետները պաշտպանեն հայացքները։ Хотя Выклиф был против этого. Չնայած նրան, որ Վիկլիֆը դեմ էր այդ ամեն ինչին։ И поэтому там был один бунт, и все затихло. Դրա համար էլ այնտեղ մի ապստամբություն եղավ եւ վերջ, ամեն ինչ խաղաղվեց։ Да, для чеков это было серьезнее, они были готовы умирать за свои взгляды. Անի բիլի գատովի Умирать за свои взгляды. Դա չեխերի համար շատ լուրջ է, նրանք պատրաստ էին անգամ մահանալ իրենց հայացքների համար։ Да, для них это был вопрос богословский, но еще вопрос национальный. Այսինքն սրանց համար նա ազգաբանական հարցեր եւ նաեւ ազգային հարցեր։ То есть они не позволят итальянцам убивать чехов. Այսինքն նրանք թույլ չեն տա իտալացիներին, որ սպանեն չեխերին։ Убили их профессора, и они объявили независимость. Սպանեց իրենց պրոֆեսորին, հա, դասավանդողին եւ նրանք անկախություն հռչակեցին։ Немцы, они также будут думать о Лютере как о своем, что это их профессор. Նույն կերպ էլ հետագայում գերմանացիները Լյութերի մասին այդպիսի պատմում ունեն, որ Լյութերը ընդհանուր գերմանացիների պրոֆեսորն է։ И они скажут итальянцам, наших вы не трогайте. Եվ նրանք հետագայում կասեն իտալացիներին, մեր օնքականներին ձեռք մի տվեք։ Мы готовы защищать своих. Մենք պատրաստ ենք մեր օնքականներին, մերիններին պաշտպանել։ И последует несколько веков тяжких протестантских войн. Եվ սրան հետևում է մի քանի դար անընդմեջ ծանր բողոքական պատերազմները։ Да, можно к этому отнестись как к козлу, что как будто нельзя было так сражаться за богословие. Սրան կարելի է վերաբերվել որպես մի չարիքի, որ չարժի այդպիսի ճակատամարտեր վարել աստվածաբանության համար։ Да, но с другой стороны, заметьте прогрессию.
Բայց երկրորդ կողմից տեսեք, մյուս կողմից նկատեք հաջորդականությունը շարունակականության առումով։ Что первые попытки реформироваться мирные. Այսինքն զարգացումը հետևյալն է առաջին փորձերը բարեկարգվելու խաղաղարար էին։ И реформаторы первыми не берутся за оружие. Եվ առաջին բարեկարգերները չեն վերցնում զենք։ И что есть реакция на насилие со стороны католической церкви. Եվ կա արձագանք կաթոլիկ եկեղեցու կատարած բռնությունների հասցեին ուղղված։ Да, и что обстановка накаляется. Եվ որ այս իրավիճակը շարունակում է զարգանալ, տաքանալ։ Что про реформацию идет обсуждение уже 500 лет. Այսինքն բարեկության մասին զրույց գնում է արդեն 500 տարի։ Но эти вопросы не разрешаются. То есть нету прогресса. Չեն լուծվում, չկա վերջ, որտեղ զարգացում չկա։ Есть кризисы, есть вспышки, их погашают, но вопрос к нему не решается. Կա ճգնաժամեր, կան հետո արձագանքներ, բայց դրանք այնքան փոքր են, արմատական հարցը չի լուծվում։ И правильно ли защищаться или неправильно, это мы как бы оставим открытым на ваше усмотрение. Եվ ճիշտ է պաշտպանվել, именно оружием, да? Да. Այսինքն ճիշտ է զենքով պաշտպանվել, թե չէ, դա թողենք բաց, ոնց որ ձեր դատողությունն է։ Пока просто подождите, потому что потом мы увидим раскол между Лютером и между анабаптистами. Հիմա հələ որ մի քիչ սպասեք, որտեղ հետագայում մենք տեսնելու ենք բաժանություն Լյութերի ու անաբապտիստների միջև։ Потому что Лютер будет готов применить насилие к анабаптистам. Որովհետև հետո Լյութերը պատրաստակամություն կհայտնի ուժ կիրառելու զինված ուժի մասնախոսքը անաբապտիստների ուղղությամբ։ Да, а анабаптисты будут держаться четко пацифических взглядов. Իսկ միաժամանակ անաբապտիստները լրիվ պացիֆիստական ուղղության մեջ կմնան։ Да, и эти две ветви, они пойдут параллельно в свое русло. Եվ այս երկու ճյուղերը զուգահեռաբար իրենց ընթացքը կունենան։ Да, и эти же вопросы, они актуальны для нас сегодня же в нашем поколении. Եվ այսպիսի հարցերը նույնպես մեր օրերում, մեր սերունդների մեջ արդիական հարցեր են։ Մենք վերցնենք, թե չվերցնենք։ Да, поэтому давайте просто подождем, посмотрим, что произойдет. Եվ դրա համար եկեք ուղղակի հիմա սպասենք, որպեսզի հետո տեսնենք ինչ է տեղի ունենում։ Да, и подумаем. Եվ մտածենք։ Да, сейчас же просто видно, что поскольку эти корневые четкие вопросы не решались, то становилось жестче и хуже со временем. Այդ պահի համար եկեք ասենք, որ քանի որ այս արմատական հարցերը ժամանակի ընթացքում չեն լուծվել, խնդիրը գնալով ավելի ծանրացել է։ Хорошо, давайте следующую начнем презентацию про папство. Մի հարց հասկանալի է։ Можно вопрос? Да. Անաբապտիստների ու մեր օրվա բապտիստների մեջ տարբերությունը ո՞րն է։ Շուտ վարդապետական հարցեր է, հա։ Лика, это что какие отличия есть между анабаптистами тех времен и баптистов нашего времени? Ну, там богословские или... Да, ну, во-первых, само движение, оно очень крупное и разнообразное. Առաջին հերթին այս շարժումը շատ մեծ ու այսպես տարաբնույթ է։ Например, американские баптисты – это наследники Уиклифа. Օրինակ, ամերիկական մկրտականները, բապտիստները, Ուիկլիֆի հաջորդներն են։ Славянские баптисты – это наследники выходцев из Нидерландов. Սլավոնական մկրտականները նիդերլանդских анабаптистов, да. Նիդերլանդական անաբապտիստների и немецких пиетистов. Եվ գերմանական, այո, պիետիստական այդ շարժման Это две довольно-таки разные традиции.
Այսինքն այս ամեն ինչը բոլորն էլ իր հերթին շատ տարբեր ավանդություններ են։ У них одно реформаторское ядро, Նրանք ունեն մի բարեկարգության միջուկ, но разные ответы на практические вопросы и բայց отличаются նրանք границы. բայց նրանք ունեն տարբեր պատասխաններ տարբեր հարցերի, որոնք որ վերաբերվում են ավանդությանը։ Да, я приведу очень простой пример. Например, в Америке сейчас у христиан есть традиция хранения оружия дома. Ես հիմա մի հատ օրինակ կբերեմ, Ամերիկայում հիմա կա ավանդություն, սովորույթ sense, այսպես ասեմ, տունը զենք ունենալու։ Мгм. У пиетистов это запрет, табу, то есть такого нельзя Իսկ даже делать. պիետիստների մոտ դա արգելք է, դու չես կարող այդպիսի բան անել։ Мгм. То есть это богословие в целом общее, очень похожее, но из-за исторического наследия очень разные ответы. Այսինքն մի հիմք ունեն էլի բարեկարգության, բայց որ պարական իրենց ուղղությունները տարբեր տեղերից են գալիս։ Օրինակ, եթե մեկը պիետիստական ուղղության է, բնականաբար, եթե իր ուղղության մեջ չի եղել, այսինքն ասեմ sense, եղել է զենք կրելուն, զենք վերցնելուն հակառակ մի համոզվածություն, հիմա իրանք այն Ամերիկայում տունը զենք չեն պահում։ Мгм. Да, и у нас отдельные будут презентации и про тех, и там мы это обсудим Մենք более առանձին детально. ներկայացումներ կունենանք, անաբապտիստների մասին էլ ու շատ դետալային կնայենք։ Мгм. Մի խոսքով Լյութերը ավելի շատ բապտիստ է եղել, էլի, քան Ցիան։ Можно сказать, что Лютер был баптистом больше, чем Авель. Да, я думаю, что нет. У Лютера был выбор. Լյութերի մոտ կար ընտրություն, ես կարծում եմ, որ ոչ։ Во время конкретно конфликт назывался «Крестьянская война». Այդ պահին Լյութերը ինչ կոնֆլիկտի առաջ կանգնած, դա այդ գյուղացիների հասարակ ժողովրդի միջի այդ պայքարն էր, պատերազմներ։ Да, крестьяне восстали против принцев в основном из-за налогов. Հասարակ ժողովուրդը բարձրացել էր ազնվականության դեմ, բունտ էր անում հիմնականում հակերի ու турքերի մասով։ И Лютер очень четко стал на сторону принцев. Он сказал, принцы правы, если налоги суровые, вы должны им слушаться. Լյութերը այսպեսի բան ասաց, որ նա կանգնեց իշխանավորների կողքին ու ասաց, եթե նրանք ասում են, որ դուք այսքան պետք է վճարեք, ուրեմն նրանք ճիշտ են, դուք պետք է հնազանդվեք։ И это очень сильно подорвало авторитет Лютера среди обычных людей. Եվ սա շատ մեծ ազդեցություն ունեցավ վատ կերպով Լյութերի հեղինակության վրա հասարակ մարդկանց շրջանակում։ Потому что они думали, что он как пастырь, он должен был наоборот встать на их сторону, их защищать. Որտեւ իրանք Լյութերին միջև այդ որպես հովիվ էին ընկալում։ Մտածում էին, դե որպես հովիվ պետք է իրանք կողմը կանգնի ու իրենց պաշտպանի։ А он был представителем элиты, и он остался на их стороне и не прикословил принцу. Իսկ Լյութերը էլիտայի ներկայացուցիչ էր հասարակության մեջ եւ այդպես էլ мնաց իշխանության кողմը, принцի կողմը մնաց արքայազնի կողմ եւ չընդդիմացավ, չըմբոստացավ արքայազնի դեմ։ Да, и немцы скажут про Лютера, они скажут, Лютер молодец, что он нашел реформацию, но он оказался продажным. Եվ գերմանացիները շատ այսպես կասեն, որ ապրի Լյութերը որ սկսեց բարեկարգությունը, բայց լավ չի, որ փախված դուրս եկավ։ Он исполнил Писание только на 30%, а вот остальные 70% он не стал исполнять. Կատարած գրվածքի սուր գրքի մասնախոսքը 30%-ը, բայց մնացած 70%-ը անտեսեց։ Да, и вот эта народная реформация, она называется радикальной, потому что они хотели исполнить 100% Библии. Եվ այս ժողովրդական բարեկարգությունը կոչվում է ռադիկալ բարեկարգություն, որովհետև նրանք մտածում էին, որ այդ 30-ը, որ Լյութերը արել է 70-ը բաց է թողել, իրանք ռեֆորմացիան ոնց որ sense վերջին կհասցնեն։ Да, то есть конкретный пример, скажем, католические статуи. Օրինակ մի օրինակ կարելի է վերցնել կաթոլիկ արձանները։ Лютер был только за, он любил статуи. Լյութերը կողմ էր, Լյութերը սիրում էր արձաններ։ Народ сказал, нет, их надо уничтожать, это идолы.
Ժողովուրդն էլ ասես չէ, պետք է ուղղակի դրանք ոչնչացնել, որտեղ դրանք կուրքեր են։ Написано же в Писании, не сотвори себе кумира. Գրված է, չէ, Սուրբ գրքի մեջ, որ քեզ համար կուրք չինես։ Значит, их надо уничтожить. Նշանակում է, որ իրենք պետք է ոչնչացվեն, պետք է ջարդենք այդ արձանները։ Да, и пошел раскол. То есть Лютер, он как бы оказался, это Էլի называется բաժանում եղավ։ магистерская реформация. Եվ բաժանում եղավ Լյութերի արած մագիստրալ բարեկարգություն անվանվեց, Да. իսկ մնացածինը ռադիկալ։ Да, а радикальная реформация это было народное движение, и на самом деле оно тоже оказалось не полностью чистым. Եվ մարդիկ ովքեր ասում են մենք Լյութերի արածը մինչև վերջ կհասցնենք, իրանց արած բարեկարգությունն էլ մինչև վերջ մաքուր չեղավ։ Да, потому что они отказались от институтов, от образования, сказали, например, нельзя учиться, это плохо для души, и, естественно, стали прощать старые ереси. Ինչի համար, որովհետև նրանք կեսից արդեն սկսեցին գնալ այնպիսի գաղափարների կողմ, որ սովորելը վատ է, ուսում պետք չի, դա վատ է հոգու համար, հա, հոգուն վատ է անդրադառնում եւ քանի որ անկիրթ դարձան, դրա պատճառով սկսեցին վերահանել գերեզմանից հին հերետիկոսությունները и стали дробиться на много-много разных деноминаций. եւ արդեն սկսեցին անընդհատ անջատվել, կիսվել շատ դենոմինացիաների։ Да, и в принципе сегодня вот в мире есть это последствия всех этих разных разделений. Եվ ինչ որ հիմա աշխարհում կատարում է այդքան որ տարբեր հարանվանություններ կան, այս ամեն ինչից է գալիս։ Сегодня есть лютеранская церковь. Այսօր կա լյութերական եկեղեցի, но я думаю, что ее верно характеризовать как продажную. Բայց իմ կարծիքով ճիշտ է իրեն որակավորել որպես խված։ То есть они реформировали католичество, но сейчас они больше похожи на католичество, чем на евангельское движение. Այսինքն իրենք փորձեցին բարեկարգել կաթոլիկությունը, բայց իրենք ավելի շատ են հիմա կաթոլիկների նման, քան ավետարանականությանն են նման։ Да, и сегодня в мире 20 разных лютеранских синодов. Եվ այսօր էլ 20 տարբեր լյութերական սինոդներ կան աշխարհով մեկ։ Да, поэтому у реформаторов было такое понятие, называлось «semper reformanda». Եվ դրա համար ռեֆորմատորների մոտ, բարեկարգերների մոտ կար այսպիսի մի գաղափար semper reformanda։ Что понятие такое, что реформация не останавливается. Այսինքն այսպիսի գաղափարը, որ այսինքն ոնց որ ասին շարունակական բարեկարգություն չի կանգնում ինքը։ Да, что каждое поколение, каждые где-то 100 лет церковь костенеет, она пристращается к деньгам и к политике, и приходится ее возрождать. Այսինքն գաղափարը նաև որ եկեղեցին ամեն տարին մեկ պետք է ուշադրություն դարձնել, որովհետև ասես քարանում է իր իմացածի մեջ այն առումով որ չի շարունակում զարգանում, ընկնում է, թաթախում է դրամային ինչ-որ գործառույթների մեջ, փողին է կապվում եւ դրա համար պետք է արդեն իրեն բարեկարգել։ И поднимаются те же самые вопросы: делать это изнутри или выйти и начать заново. Եվ էլի սկսում են նույն հարցերը բարձրացնել։ Ներս անենք, թե այդ ամեն ինչին ուղղակի դեմ դուրս գանք ու առանձնանանք։ Делать это как бы сверху вниз, через академию, через институты. Անել դա վերևից ներքև, ինստիտուտների միջոցով։ Или делать это снизу вверх. То есть начать просто учить новое поколение верующих заново и ждать, что они изменят институты. Թե ուղղակի նոր սերունդ դաստիարակենք հավատացյալների ու հուսանք, որ իրենք որ բան կփոխեն վերևի ինստիտուտներից։ Да, это на самом деле трудные вопросы. Սա իրականում շատ բարդ հարցեր են։ И мы увидим на протяжении курса тысячу ошибок, как это было сделано неправильно. Եվ մենք ինքնին կտեսնենք 1000 օրինակներ, որոնք որ սխալ են դուրս եկել, այսինքն չեն արդարացրել իրենց։ Мы тоже сделаем эти ошибки. Մենք էլ ենք հիմա այդ սխալները անում։ Но давайте постараемся не повторять прям
те же самые, чтобы пусть это будет новое. Բայց եկեք գոնե աշխատենք չկրկնենք իրենց արածները, թող որ գոնե սրանք լինեն նոր սխալներ։ Ինը չկրկնենք գոնե։ Хорошо, это в среду, в четверг мы в это во все залезем, в радикальную реформацию, да. Հաջորդ ինքշաբթի ամեն ինչի մեջ մենք կխորանանք։ Хорошо, давайте начнем буквально 15 минут. А у нас сколько? 5 осталось, да? Начнем папство как вступление. И Կողակի որպես ներածություն պապականության մասին էլ խոսենք։ завтра продолжим, да. Պրաժիա или Нет, папская, папство. պապականության մասին խոսենք։ Сейчас я сделаю быстренько PDF и выложу его в общий чат. Так. Да, значит, образование института папства. В ранней церкви института папства не было. В ранней церкви Да. վաղ եկեղեցում չի եղել պապական հաստատություն։ Да, Иисус не составлял иерархию, он, напротив, учил, желающий быть первым должен быть последним. Հիսուսը հիերարխիա չի դրել, այլ ընդհակառակը ասել է, որ ով որ ցանկանում է լինել առաջինը, պետք է լինի մնացածի ծառան։ Когда Павел дает в послании к Титу, во втором послании к Тимофею инструкции о епископах, он управляет существующих епископов. Երբ որ Պողոսը խոսում է Տիտոսի եւ Արչի Տիմոթեոսի նամակներում կառավարման համակարգի մասին, ինքը իր ուղղորդումները արդեն տալիս է գործող եպիսկոպոսներին։ То есть он не строит новую иерархию, он не образует новые структуры, он просто помогает управлять существующим. Այսինքն ինքը ոչ թե նոր ինչ-որ մի հատ հաստատություն է հիմնում իր առանձին սխեմը, ինքը արդեն գործում ունեցողներին։ И эти институты епископства, они не совсем имеют четкие границы. Եվ այս հաստատությունները եպիսկոպոսական չունեն շատ հստակ սահմաններ։ Да, потому что в Новом Завете слово епископ и пресвитер используются как синонимы. Որտեղ նոր կտականում եպիսկոպոսն ու հովիվ բառերը, հա, իրենք երեցն ու եպիսկոպոսը, իրանք նույն բառն են օգտագործում հունարենում։ И понятия иерархии, как у нас, что один выше другого, тоже еще нету. Եվ այն գաղափարը, որ մեր մոտ կա, որ իերարխիա է գործում մեկը մյուսից բարձր է, դեռ չկա։ Когда первоапостольская церковь избирает диаконов, вы помните, сколько их избрали? Երբ որ առաջին առաքելական եկեղեցին ընտրում է ցարկավակների, դուք հիշում եք, չէ՞, քանի հոգի է ընտրում։ Գործ կա առաքելոցի մեջ։ Հա, 6-րդ գլխում է։ Այդ է հարցնում դասողսը։ գլուխը չէ, քանակն է հարց։ Ասում եմ 6-րդ գլխում է գրված։ Это написано в 6 главе Деяния, говорит. Да. 7 հոգի ասում է, 7, да? Да, то есть сколько апостолов? Քանի 12. Քանի առաքյալ կա 12։ А сколько диаконов? Քանի սարկավակ կա։ Да. То есть не получается пирамиды. Ինքը չի ստացվում այդ բուրգը։ Диаконы не служат апостолам. Այսինքն այս սարկավակները չեն ծառայում անհատապես առաքյալներին։ Они несут другую функцию, они служат церкви Իրանք ուրիշ գործառույթ են կատարում, իրանք ծառայում են եկեղեցուն։ в поддержании стандартов справедливости в жене. Եվ իրենք ծառայում են արդարության ստանդարտի պահպանմանը։
То есть пресвитеры, апостолы учат, Այսինքն երեցները եւ առաքյալները սովորեցնում են, а диаконы следят, чтобы это учение исполнялось. իսկ այս մարդիկ հետևում են, որ այդ ուսմունքը, այդ ուսուցումը կատարվի գործնականում։ То есть это не пирамида. Այսինքն դա բուրգ չի, Пирамида получается уже позже. բուրգը արդեն հետո է գալիս։ Потихонечку епископ становится выше пресвитера, Այսինքն կամած եպիսկոպոսը դառնում է այդից բարձր, диакон становится ниже пресвитера, սարկավագը դառնում է երեսից ցածր, и появляется много-много разных промежуточных цепей, чтобы дойти вверх до папы. եւ միջանկյալ տարբերելի այդպես գործառույթներ են ավելացվում, որպեսզի լինի շղթա, որ տենց ստանդախ երով բանաս հասնես դեպի պապականության։ Да. И папство, оно на самом деле образуется поздно, как институт в VI веке. Եվ պապականություն որպես ինստիտուտ հիմնված После образования Вечером даром է ранга կազմավորվում։ архиепископа. 6-րդ դարում է կազմավորվում posti, что? Posti чего? После образования ранга архиепископа в V веке. Երբ որ 5-րդ դարում arczepiskopos-ի պաշտոնը հաստատվում է, դրանից մի դար հետո էլ մոտավորապես պապի պաշտոնն է հաստատվում։ Да, и католики вам будут говорить, что Папа Римский был всегда, и Петр был первым Папой Римским. Եվ կաթոլիկները ձեզ կասեն, որ պապականությունը միշտ եղել է ու Պետրոս առաքյալը եղել է առաջին Հռոմի папը։ Да, но смотрите источник. Источник – официальный католический катехизис. Եվ տեսեք, բայց իրեն ասացի աղբյուրը պաշտոնական կաթոլիկ կատեխեզիսն է, այսինքն այդ հարցու պատասխանը իրեն գիրքը հաստատությունը։ Да, то есть официальная позиция католической церкви, официальное учение, что папство образовалось в VI веке. Այսինքն իրենց պաշտոնական դիրքորոշումն է սա, որ 6-րդ դարում է այն առաջացել։ Как оно образовалось, узнаем завтра. Ոնց է առաջացել, ոնց է ձևավորվել, դա էլ կիմանանք արդեն վաղը։ Хорошо. Есть вопросы по сегодняшнему материалу? Կա այսօրվա թեմայի հետ կապված հարցեր։ У меня нет. Хорошо. Большое спасибо, братья, за внимание. Ждем завтра. Ամենքեն շնորհակալ Եսայ ջան դասախոսին ասա ուրախ ենք լարիթ ունենք շնորհակալ երկրորդ Мы մասը благодарны и ждем, чтобы продолжать вторую часть завтра. Спасибо. Давайте я кратко закроюсь молитвой. Եկեք աղոթենք։ Да. Я просто помолюсь кратко, 5 секунд, и мы зайдем. 5 վայրկյանում կաղոթեմ հաջող կասեմ։ Господь, благодарим Тебя за верность Твою, за Слово Твое, Господь, и что Ты нам оставил много примеров, и хороших примеров, и плохих примеров. Господь, помоги нам разобраться, где хороший, где плохой, и набраться мудрости, и жить по Слову Твоему. Просим Тебя во имя Иисуса Христа. Аминь. Ամեն։ Хорошо, братья. Спасибо. Спасибо. До свидания.